Van քաղաքը Վանալջով։ Են հերվում ամրոցներ չէ, այն բարձր լերանման կա։ Գնալու ենք դեր Գևորգ ջան մոտիկ։ Ես դաժե մի եկեղեցի գտել մեկը բլադ եկեղեցի է, դե մեկը սեքսա։ Հիմնականում քրդեր են բնակվում։ Կան նաև շատ իսլամացած հայեր, մենակ քրդերը չեն, որոնք վախենում են իրենց։ Իքվանից էր եկել, քաղաքից էր եկել, դու չեր ասե, իջավ ավտոյի վրայից ու մեր հետ խոսած ու մնացել է, շավեցը դելա վերել։ Լավ է երկար քարի է, նա կազմի։ Այս վարագավանքին մի կառույց ալրի։ Ինչ որ միջողն է։ Մի րոպե, Ասա, Գևորգ։ պատմենք ուրեմն ռիփսիման կույսերի մասին բոլորս լսել ենք, որոնց անունները ունենք եկեղեցիներ, Սուրբ Զայաններ, Ռիփսիներ, Մարյաններ։ Ուրեմն ռիփսիման կույսերը սրանք Հռոմում գաղտնի քրիստոնեություն էին տարածում։ Դիոկտանոս կայսրը սիրահարում է Սուրբ կույս ռիփսիների վրա։ Առաջարկա, որ իր հետ ամուսնանան, նա ասում է ես կույս պետք է մնամ։ Վերջը համոզում են, վերջը այդ պատճառով կույսերը վերցնում են Քրիստոսի փայտախաչը, փախնում գալիս են, ապաստանում են այս վարակ լեռան թեփին։ Դա բնակավայրել չէ, այնքան որ եկել այստեղ ապաստանել են։ 290-ական թվականների մտածելի բաները, 3-րդ տարի վերջ։ Ուրեմն փայտախաչը, որ իրանց հետ են վերածելում, այդ ժամանակ Գրիգոր Լուսավորիչը ելնում է բանը, Վաղարշաբաթում աշխատում։ Թագավորի բանն է, օգնականն է ոնց ասած։ Ուրեմն որ իմանում է սրանք եկել են, բանը գրում է, նամակա գրում Դիոկտանոսը, մեր բանը, թագավորին։ Դե մեր մոտից կույսեր են փախ եկել Հայաստան, ման արեք, այդրանցից ամենագեղեցիկը ռիփսիներն է, գտեք բերեք, ես իր հետ դնեի ամուսնանամ։ Որը տես արդեն բաներնում ես, Գրիգորը գալիս է բանը մարդ ավարգում, ասում արեք, ես էլ ստեղ եմ գաղտնի քրիստոնեություն տարածում, արեք բանը, Վաղարշաբաթ ես ձեզի տեր կանգնեմ։ Սրանք Քրիստոսի փայտախաչը թաղում են ստեղ ու գնում են Վաղարշաբաթ։ Որ Վաղարշաբաթ են գնում, արդեն որ բանը, արդեն շուխուր են որ բանը եկել են կույսերը ստեղ, մեր թագավորը Տրդատը ասմանը բերնեք բերեք էտուս, բերում են ինքը սիրանում է բանի Ռիփսիմեի վրա, այդ գեղեցկությունը։ Ես էլ ասում եմ, հոյեց հիմար չեմ ես գյոզալաշկան դնեմ ու հարգեմ հռոմենա, ես ընդեք են կանեմ, էլի։ Ու վերջ ասում է, չէ, ես չեմ ամուսնանա, վերջը ու հաց եդում ու ջարդում ու տեզում ջարդում, վերջը ենքան են տանջում, վերջ սպանը մորտում են։ Դրանից հետո, այդեղ որ Մանա, որտեղ որ մորտում են, այդեղ էլ մի քանի օր մնում է տիակը, դենց, հետո ագայում, ու դրանց հետո հարցակում են Գայանեի վրա, Գայանեն այդ սուրպերի ղեկավարն էր։ Հետո Գայանեին ասում է, որ դու բաներ գոնե համոզել ես մեկը բան տառավ, էլի թագավորեցին, Գայանեին են մորտում, հետո Մայրանեին, մենք որ ասում ենք շողակա, դա Սուրբ կույս Մայրանեն է։ Սրանցից մեկ-երկուս հասնում են փախնել, որից նուն են, փախնում է Վրաստան, որը իրանք ընդունում են Նինո։ Նինո ծնինդը Սուրբ Նինո է նշանակում։ Սա էլ ըստ ավանդության հետագայում Վախթանգ թագավորին է բժշկում 324 թվականին, որ ընդունել քրիստոնեություն մեզնից հետո։ Վերջը կույսերին նահատակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչին են հետագայում գցում զնդան արդեն բան սկոմենքում։ Այս դեպքերից հետո անցնում է մոտ 300 տարի, 300 քանի տարի էլի դա։
արդեն որ պատմությունը կա եկեղեցիներում, կաթեգորիոսի հրամանով գալիս են, քանդում են Քրիստոսի փայտախաչի գտնում են։ Այստեղից։ Հա, այստեղ։ Ու որոշում են կառուցել Վարագավանք, այսինքն Լեռան անունով։ Վարագավանքում եղել է 7 եկեղեցի, դարձ կպած եկեղեցական համալիր։ Եղել է Վանի հոգևոր կենտրոն։ Ոնց որ Մուշո Սուրտան Սուրբ Կարապետ եղել է Տարոնի հոգևոր կենտրոն, Վարագավանքը եղել է ինքը համարվում է հայոց մեծ հայքի 3-րդ հզոր կառույցը, առաջինը Էշմիածնինն է, երկրորդը Մուշո Սուրտան Սուրբ Կարապետն է, երրորդը Վարագավանքը։ Վարագավանքում Խրիվյան հայրիկը Վարագավանքից է, ոնց ասած անուն հանե, հետագան տարել են Մուշո Սուրտան Սուրբ Կարապետ, ղեկավար, հետո Մուշո Սուրտան Սուրբ Կարապետից բերել են Էշմիածին կաթողիկոս։ Հիմա որոշ բաներ պահպանվել է, մի մարդ, Մեհմեդ անունով մարդ, ոնց ասած ծերություն անում, բայց սեփականությունը համարվում մի հատ լրագրող է։ Հիմա այդ արեցունը տարածը, եթե Վանի տուրիզմի նախարարությունը վերցնի նորոշի եկեղեցական համալիրը, ես պատրաստ եմ իմ սեփականությունը նվիրաբերեմ պետությանը։ Հիմա սա մանկանենք ձեն կտան կգան բացեն, սա իրար կպած են եկեղեցիներ են, Եկեղեցի կարող բադ են քանդել, մարդիկ իրար տուն են կար։ Իսկ կառույցը 7-րդ տարի կառույց։ 7-րդ կառույց։ Մոտ 1500-1400 տարվա կառույց է։ Հետագայում նոր վարագանք որ հիմնել են 14-րդ դարում, սրա հիմա վրա են հիմնել։ Հիմա որ կնանք սրա շարունակություններ Երրորդ տարի կառույց ու մինչև հիմա պահպանվել։ Մի քիչ հեռու քայլեք, երևի ցանկարծ բաներ չբլվի նորից։ Լայդակշկիրա ներս ինչով է ամրացված։ Չեմ մտնի։ Իրանք քանդեմտե բան են արել, ներսը ավելի որակյալ բաներ են, հա նայեք։ Այս քարերը սովորական քարեր չեն։ Մարմարը։ Մարմարա։ Ներնանդեղ հնակյունի քարը ճարտած էր։ սենց խավարել է ցույց կասում, այս տակը։ Այն այնտեղ ջարդված տեղեր կա։ Զգացում եմ մարմարա։ Գիտեմ, երևի մանդակ է անել։ Գնում ենք։ Մենք խրխնդուկ ենք ասում դրան։ Տարբեր ժամանակներում ավելացրել են կողքեր։ Էսի մեր վարկը խրբա է եղել։ Հա, շարունակություն է։ Դե ոտեր գերնի։ Ես անեց սառնա։ Այս պատերի մեջներ է։ Մարմարից խոնավությունը։ Բայց մի հատ կին հելավ ստեղ, Գևոր կարող է օգնի դուրը բացելու հարցում։ Գալու է, բայց պայմանավորվել ես։ Եթե ժամ Ես այդ կողքի տոնը դեմ, արեք այն։ դուգը եղավ 2000 տարի։ Հին բնակավայր էր հայկական։
Մինչև հիմա մնացել եմ։ Չեն մարդիկ ձեր տվել, դենց մնացեք հանդվել է իրավար։ Ես գնում եմ դե նկարեմ։ Թե իշնում եք, են հին տունը։ Շավոն ոնց աղր Լավ դե գնացինք էլի հա, դրիկ ասախ։ Ճակատային մասը։ Հիմա մտնելու ենք ներս։ Սպասում ենք դուրը բացենք, գնանք ներսը նայենք, հոն վառենք և շարունակենք մեր էքսկուրսը։ Շավիրեն թիվն է եկել։ Չէ, էլ չի աղվելցնում։ Yo, 5 yerden, 5 yer. Bravo, bravo. 5 yer. Եկեղեցու։ Ayol Beşiktaş'ı tamamlasın. Hayır, hele la böyle bir tüküstü balık ya. Մտնելու ենք եկեղեցի, մոմա վառենք։ Ես անել եմ մտնելուց։ Ես աստե ամենքը ձեր սրտից բան կթողնեք, սե կարակ դրություն դրեք, ես այդարեցի։ Ես շեմի վրա վարացի նոր մտա։ Mehmet. Խրպյանունս կրեմ։ То քոանուն ես գրեն, չէ։ Նստի գրե։ Kermancı zanı. Şerçe. Handik zanım. Bir de zanı. Buraya kermancı. Bu
Bu adam zane. Oh. Germancı zani. Ha, fantıkım. Kantkey. Ha. Hava 40 سال از بری خود نمه کلیسا و دیدی گفتن نام ملت را کل قرار کرد زلزله لیدو اونجا خسیوی قرار کرد قدوی قرار کرد bu taze haftali Սուրամ սկանսնա։ براندا لیده Bunlar yot mu? Çok mu? بارانی Telefonatı yok. Յոթ։ Yot, zıra yot. 2026 tir. دی نام تاپی Դի գալուխ տարի եկած են 07 27 یو Ա Հակոբյան կամ բնագրել դիվորչա։ Ես աշոն Վիկտոր Հակոբյանս اولا یازی کردن Ha ha. burada Patrik'e İstanbul evladı. Açtı kahve mi zaman? Şuna et. էսա ստեղելա։ Beşi vur. Kadir kosmi. Ha? Beşi vur kadir kosmi. Kırımyan. Kırımyan. Kırımyan haydik. Ha. Stega ya. Dost İstanbul'un Kuzey Kırımyan. Hayır mı? Kırımyan. İki vanet söyle tamam. Ha. Şey. Dırsı tahır hiç maşın. Oynak varsın. Güzel. Ben ne kadar. Rahmat değil. Այս ամբողջունությունը այս մարդը մեծ աշխատանք է կատարել, չէ՞ պաշտպանության համար։ Բաստե ինձ վտանգավորի լա։ Ինգակատը քանդվին գելի։ Papas. Բան քաղաք է համայնապատկերը Վանա լճի հետ, չէ՞։ Ինչքան լավն արա է։ Այս աղբյուրների բանը հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 9-րդ դարում։ Սկզբում անվանվել է Տուշպա, եղել է իմ կարծիքով, որ կանիշում եմ առաջի հայկական պետության Ուրարտուի մայրաքաղաքը։ Այնուհետև Վանը մեծանալով, հզորանալով դառնում է այդ հայկական լեռնաշխարհի ամենախոշոր քաղաքը, որը նաև կրթական մեծ կենտրոն է դարձել տարածաշրջանի համար։ Հարազատներ ջան, մենք այս պահին գնում ենք Վանա կատուների ցուցահանդես, որը շատ նշանավոր ու ճանաչված է Վան քաղաքի համար։ Աշխարհում եզակի կատուներ, որոնց աչքերը ունեն տարբեր գույներ, դրանք արգելված է այդ կատուներին երկրից դուրս հանելը։ Քանի որ մենք էլ տանը մի հատ փիսիկ ունենք, իմ ցանկություններից մեկը եղավ, որ անպայման գնանք այդ Վանա կատուներին
տեսնենք, նկարենք, ես աշխատեցի, որ անպայման նկարեմ, որպեսի երկու տարբեր բնի աշկերը Երևան, բայց ֆիզիկները շատ խորամանկ են, այնպես են նայում, որ մի կողմից են նայում ու փախչում են։ Հիմա երևի կադրի վրա կնկատեք այդ բաները։ Ավելի ցանկալի է մի քանի հատ կադուներ նկարել։ Պիսը։ Ոնց է սայ պիսը։ Օյ։ Պիսը։ Փախա։ Սա էլ Վանաբերդն է։ Մեր թվարկությունից առաջ է կառուցվել, փլատակները դեռևս կանգուն են։ Այս մի քիչ նկարենք։ Բարձրանը բավականին դժվարություններ այսօր ներկայացնում, ոտքս մի քիչ ուռել է։ Չեմ կարող այդքան բարձրանալ, որոշեցի ստես որոշ կադրեր անել։ Վերտի տարածքում մեջետ են կառուցել տուրիստների այցելություն, շատ տուրիստներ են այցելում, այս վայրի դրությամբ կան արտասահմանից եկածները, որը նաև պատմական այս հուշարձանները եկամտի մեծ աղբյուր են հանդիսանում պետության համար։ Վանաբերդը կառուցվել է մեր թվարկությունից 900 տարի առաջ։ Մենուայի ժամանակաշրջանում, ինչպես ասում եմ, գիտե, բազմաթիվ ավերվածություններ ունի, կանգուն մասեր ունի, վերականգնողական աշխատանքներ է կատարված։ Սիրելի հայրենակիցներ, մենք այս պահին արդեն ուղևորվում ենք դեպի Աղթամար կղզի, որը շատ հետաքրքիր վայր է եւ Վան քաղաքի ամենամեծ տուրիստական կենտրոններից մեկն է։ Հարյուրավոր տուրիստներ, եթե ոչ հազարավոր օրական այցելում են Վանակղզին, դարձյալ Վանում ենք։ Վանակղզին այցելում տեսնելու Սուրբ Խաչ եկեղեցին, որը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է։ Եկեղեցին, որքան հիշում եմ, կառուցվել է 915 թվականին։ Այն հայտնի է հարուստ քանդակներով, պատմական մեծ նշանակություն ունի իր որմնանկարներով։ Մեր դիմացում գտնվում է Արտամետ քաղաքը։ Մեր առջևում է Վանա լիճը, որը երկար տարիների պատմություն ունի, ճիշտ ասած, երբ է ձևավորվել այդ լիճը, ես չեմ կարող ասել, բայց մի զարմանալի հատկությունն է, որ ջուրը
լիճը կան քաղցրահամ գետեր են թափվում, կարծեմ 8-9 ավել գետեր թափվում բանա լիճ, բայց լիճի ջուրը աղահամ է։ Ինչու աղահամ, քանի որ լիճի հատակը աղային կուտակումներ են, մեծ աղի հանգավայրեր կան։ Ինչ որ ժամանակ իշխանությունները որոշել են աղը արդյունահանեն, ցամաքեցին են Վանացովի մագարտակը, բայց կարծեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի թույլատրել եւ դա այդ ծրագիրը չի իրականություն չի դարձել։ Լիճը հայտնի է նաեւ նրանով, որ հարուստ կենտրոնական աշխարհ չունի, լճում բացի Վանա տարեխից այլ ձկներ չեն աճում բազմանում։ Իսկ Վանա տարեխը եզակի ձկնատեսակ է, որը նաև շատ համեղ ձուկ է, որը հուսով եմ մենք կարող ենք այսօր ճաշակել։ Էդրեմիտ ջրերի միախառնման տեղը պայքար է շտվել իրար մեջ, ով չէ, հետաքրքիր բան է, կամաց աղանում է, բայց ինչի սկելի աղը սրա հետաքրքիր է։ Աղը տակից է, չորասնի բանալի ջր, այդ աղը ծաղի Եվրոպա, խիստ աղի քարի, հաշարկել է քարի միլիոն դոլար, օտոմանես լծեպի։ Բայց ինչ աղը հետաքրքիր, կերագրի աղը։ Հա դա վերջի կերագրի է ստանա, չէ։ Սա արշի գորգություն ունա, գորգով։ Ծորտել եկան, Նյու Յորքից դեր ցայտախուր տրեցին, Իրաստանում, հայեր են, անգլեր են, թուրքեր են, լեզուներով դրված։ Ստա գնացել են, ապիտիքը նկարգություն արել։ Խորգոմ պատմական խորգոմ գյուղը։ Ինչքան վատ է որ մեր այդ պատմական գյուղերը չունենք, չենք կարծես ժամանակի դպրոցում անունները չգիտենք։ Գոնա հիմա դպրոցներում հասկացնում են, բայց հույս չունենան, որ չէ, ընդհանրապես պատմությունը վերացնել։ Diyarbakır. Hakkari. Եվար գորլերներ մեր դիմացին են։ Արտոս։ Բարձրությունը մոտավորապես 3550 3500, այս տարածքի ամենաբարձրն է։
Դե ամենաբարձրը բանն է։ Այս վանանը չի շրջակայքի է, բայց Հա, հա։ երևան է թոնդրակն է, 3000 Կոնտրակտն էլ աստեղ, հա։ Հա, հեսա լավը թոնդրակի կողքով էլելն է։ Երևում երկու հատ գազր են երևում։ Հետաքրքիր է, բայց մենք այդ գազերը չենք գնում։ Ախտամարա գազին 7 կիլոմետր հեռավորության վրա է գնում։ Այս տոմս վերցրեցինք։ Հավաքեն նոր է։ Այդի մարդուց տակի մի շաբաթ ինգի։ Էսի սպասա սրանն ամեր։ Քանի օքի պետք է հավաքվեն։ Լրիվ պետք է եղնի նոր։ Չէ, ժամով է վաշտը։ Հա, դադարգ եղնի քիչերյանի գնալու է, էլի։ Գնում ենք լավ նստելու։ Ծիծաղախիտ Վանա ծովի փոքրիկ գյուղից առափնյա ծովն է մտնում գաղտագողի ամեն գիշեր մի տղա։ Ծովն է մտնում առանց նավակ, բազուկներով առնացի։ Ջուրը ճողփում, լող է տալի դեպի կղզին դիմացի։ Խավար կղզուց պարզ ու պայծառ մի լույս կանչում է նրան։ Մի վառ փարոս նրա համար չմոլորի իր ճամփան։ Սիրունդ համարն ամեն գիշեր այնտեղ կրակ է անում և սպասում է անհամբեր այնտեղ մոտիկ դարանում։ Ծփում է ծովն ալեծածան, ծփում է սիրտը տղի, գոռում է ծովն ահեղաձայն, նա կռվում է կատաղի։ Եվ Թամարը սրտատրոպ արդեն լսում է մոտիկ, ջրի ճողփյունն ու ողջ մարմնով սիրուց այրվում է սաստիկ։ Լռեց, ծովի խավար ափին կանգնեց սև մի ստվեր։ Ահա և նա, իրար գտան, կասկածավոր լուռ գիշեր։ Միայն ալիքը Վանա ծովի մեղմ դիպչում են եզերքին և հեղհեղուկ հեռանում են շշունջներով անմեկին։ Նրանք ասես փսփսում են ու աստղերը կամարից ակնարկելով բամբասում են լիրբ անամոթ Թամարից։ Բամբասում են կուսի սրտում, ժամ է արդեն, ու կրկին մին նալեկոտ ծովն է մտնում, մյուսն աղոթում եզերքին։ Բայց մի անգամ չարկամ մարդիկ նրանց գաղտնիքն իմացան, լույսը հանգցրին սև ու սաստիկ մի մութ գիշեր դիվական։ Մոլորվեցավ խավար ծովում լողոր տղան սիրահար, ու բերում է հողմը, բերում հառաչանքներ, նախ Թամար։ Մոտ է ձայնը սև խավարում, ժայռերի տակ սեպացած, ուր ամեհի ծովն է գոռում, մերթ կորչում է խլացած, ու մերթ լսվում ուժասպառ, ախ Թամար։
Առավոտյան ծովը ծփած, ափը ձգեց մի դիակ, նրա շուրթին պաղ կարկամած, ասես մեռած ժամանակ սառել էին երկու բառ, ախ Թամար, այն օրվանից սրա համար կղզին կոչվեց Աղթամար։ Երտանք նամամատույց նկարենք այդ տեղն է ոնց է։ Նկարել եմ գեր, խաչն է հետ է, այդ խաչը վերջում են դրե, առաջ կզվիչ չդրեցի որ գրանորով։ Այս դրճումները չայր են, ինչ են առական, այլ է։ Երիկա։ Բավարարում ենք ասկանով արդեն այստեղ գերեզմանոցն է, սա կփորձեմ վերևից նկարել, դες խաչքարել է պահպանվել, խաչքարա, այս քարի վրա, խաչքարա, որպես գերեզմանակար, հավագանին քանդակներ ինչ, սրանք բոլորը նշանակություն ունեն, բայց մենք չգիտենք ինչ է նշանակում, ես չգիտեմ օրինակ, եւ որ չէ։ Դա սոզա սուտի մեջ է, բաներով սավախ է։ Ադամ Եվա ինչ իմանար եկեղեցին, որ այսօր առանց աղոթողների գնար։ Այ խաչքարեր են։ Տապանակարեր դեր բան մահացել են, դրին էստեղ են տվել։ Չկորցնենք իրար այ մարդ։ Ատարակ եմ ադիցում, գալիս եմ իստեղ բացում եմ մի օրը սեպտեմբերի սպխեչից մի շաբաթ առաջի կիրագյորը ստեղ պատարակ եմ ադիցում։ Շատերից ուխտավորներ գալիս են։ Հա, մոտ 7-8,000 մինչև 12,000 թեմի Թուրքիայի թեմի առաջնորդն է գալիս, Սահակ Մաշելն այստեղ, ասկաստվա բան է։ İyi yaşa. Enes gel. Fotoğraftan çık.
Ալո։ Մտածում եմ, էլի, սիրել եմ Ինչ է Գևորգ։ Ասում ստեղը քնելատեղ է, բաներն էլի, որ մնացել է։ Դուստե կարող է բաճեմերան բան եղած են, սովորած են։ Սովորողներ, ուսանողներ, բաներ։ Ստե որ ջրվի, չէ, տեք, որ ջրվի հոյակա բան է ելը։ Քաչ արեք այնը։ Այսպես ընկած է եղել մնացել է դենց։ Վախեցել կարան իհարկե, այն էլ է խաչ։ Պաստա տեղն է էլի փուս։ Բայց հելանայի տես ինչ բազալտների վրա, ինչ ամուր բազալտների վրա բան են արել քանդակել է։ Էս է գերեզմանն աստա։ Այսի գերեզմանուց։ Հա։ Գերեզմանուց խաշքարերն օրներ դրած։ Էս հա, էսի տերդերներ բաներ ստերի աբրովներն են եղել։ Էս կողմից էլ բանալիճը չգիտեմ։ Իջնենք ծովափ։ Սել կղզու։ Ապա մեր ստարասն է։ Այսպես իջնում ենք դեպի ափ։ Բազմաթիվ տուրիստներ կան, բայց մենք չկարողացանք պարզել, բոլորը Թուրքիայի տարբեր տարածքներից են, թե այլ երկրներից էլ կան։ Նույնիսկ գիդի առաջնորդությամբ մենք եկեղեցու հանդիպանք խմբի, որտեղ գիդը բացատրում էր, պատմում էր եկեղեցու ստեղծման երևի եկեղեցու պատմությունը չկան իրենց հայտներ։ Բազմաթիվ ճայեր Դա երևում է համարը մի մետր իջած է։ Գույներով երևում է։ Այսօր եկանք մեր անմոռանալի միշտ հիշվող վանալջում լողացանք, չորացանք, հովացանք, հիմա էլ ուզում ենք հրաժեշտ տանք աղբեր ջան։ Երան է այն պահը, որ նորից կդառնաս հայ ժողովրդի բնորան։ Ես էլ վանատարեղ ենք համտեսանում, անունը շատ ենք լսել, բայց երևի թե, բացի մի քանի հոգուց չենք համտեսարել։ Տեսնենք մեր ծգերի մեջ երևի արխայականներից մեկն էլ ինքը կլի։